Դե ինչ, եկեք արագ ներկայացնեմ, արդեն պատրաստ տարբերակը, այսինքն սիրուն է ստացվել, ճիշտ է, ուզում էի տեսանյութ պատրաստեի երկար, բայց ժամանակի մեջ չեմ տեղավորվում ու չուզեցի էլ առանց նկարել առաքեմ, հիմա պիտի փաթեթավորեմ, այսպես արագ ցույց տամ ձեզ, իրականում ինչքան սիրուն է ինքը ստացվել, միգուցե նկարներում տարբեր է դուրս գալիս, բայց շատ սիրուն է, իսկ իրականում ավելի ռեալիստիկ է ինքը, շատ նուրբ աշխատանք էր, չափը իրականում ես չափերը փոխեցի, իմ մոդելը 20 սանտի էր նախատեսված, ես արել եմ 25-26, հագուստի և դիմագծերի մեջ նույնպես փոփոխություններ եմ արել, հիմա ձեզ ցույց կտամ նաև գլխարկով տարբերակը, ինքը շատ սիրուն է ստացվել, յուրահատուկ, իդեալական նվեր, մաստեր կլասը որտեղից որ նայել եմ ում հետաքրքիր է կարող եք գրել, եթե ցանկանաք գործել, ես անպայման հեղինակին կտրամադրեմ, էջը նույնպես, որպեսզի կարողանաք անցնեք և դուք էլ գործեք, մաստեր կլասը հեշտ չի աղջիկներ ջան, եթե լավ եք տիրապետում հելունին, կարող եք գործել, եթե սկսնակ եք, խորհուրդ չեմ տա, որովհետև ես մոտավորապես 3 օր այս սիրունի վրա աշխատել եմ, իրականում գլխարկը կարող ենք տարբեր ձևերով դասավորել, ես սիրում եմ, որ այսպես կեպկան կողքի վրա է լինում, բայց կարող եք նաև ուղիղ, այսինքն սիրունություն է ստացվում միջայլոց, տիկնիկը նաև նստում է, տեսեք իր ոտքերն ամբողջովին ծալվում են, ներսից հենց այդպես է իր սխեման և ինքը այսպես հանգիստ նստում է, ում համար որ տիկնիկը նախատեսված է, բալիկը դեռ չի էլ ծնվել, բայց իր տատիկը արդեն 3-րդ խաղալիքն է իմ էջից պատվիրում, ինչի համար շատ շնորհակալ եմ, իմ հաճախորդները, ովքեր ինձանից պարբերաբար գնումներ են անում, գիտեն և ծանոթ են որակին, այդ պատճառով նորից հետ են գալիս իմ էջից գնումներ կատարելու համար, սա էլ այսպես ուղիղ տարբերակով կեպկան, Ես վերևում կոճակ եմ տեղադրել, որպեսզի ֆորման ինքը պահի սիրուն, մի խոսքով լիքը աշխատանք էր իրա վրա, սենց մի կերպ եմ վերջացրել, բայց ստացա այն ինչ որ իրականում ուզում էի ստանալ, կարելի է թուշիկները մի փոքր վարդագունել, մտածում եմ այդ մասին, հիմա անեմ թե չանեմ, որովհետև եթե արեցի, հետո մաքրել չի լինելու, պիտի ստիպած լվանամ, ես էլ այդ ժամանակը այս պահին չունեմ, վաղ առավոտյան պիտի արդեն առաքեմ հասցեով, դուք էլ կարող եք ամրագրել ձեր